Բնավորությամբ հանգիստ ու ժպտերես տիկին Գեղեցիկն է, կեսդարյա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժն ապրում ու աշխատում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ Գրեթե ամեն օր դպրոցից տուն գալու ճանապարհին պլանավորում է անելիքներն ու տուն հասնելուն պես անցնում գործի։ Կենդանիներն իրեն են սպասում։ Խոզեր շատ ենք ունեցել, մորթել ենք, մնացել է այս մեկը, սա էլ պահում ենք, ձմռանը մորթում ենք մեզ համար։ Եթե գործը սիրով չանես, առաջ չի գնա, 70-ամյա կինը տրտնջալ չունի։ Արևի առաջին շողի հետ արթնանում, վերջին շողի մայր մտնելու հետ էլ տուն է մտնում։ Թեև գյուղում տանջանքը շատ է, բայց մենք այն անում ենք հաճույքով, սիրում ենք մեր աշխատանքը, գյուղի գործերը անում ենք տեղատեղին, ժամանակին։ Այգին մշակում, բերքը հավաքում, քաղաքում ու դրսում ապրող հարազատ բարեկամներին բաժին է հանում։ Մարդկանց լավություն անելու համար տիկին Գեղեցիկը պատրաստ է օրնիբուն աշխատել։ Շատ լավ այս տարի բերք է տվել, թորս լավ մշակել է, սրսկել է, որտնաշ չի։ Առատ բերքից գոհանում է, որ հաջորդ տարի խնձորի, նռան, սերկևիլի պտուղներն էլ ավելի առողջ ու գեղեցիկ տեսք ունենան։ Տիկին Սարգսյան, քանի որ օրվա ընթացքում դուք բազմապիսի աշխատանք եք կատարում, դպրոցից արդեն գերհոգնած գալիս եք տուն, բայց միևնույնն է, այգին եք մշակում, կերակրում եք կենդանիներին, չեք հոգնում այդ ամենից հետո։ Հոգնում եմ չնայած, բայց աշխատանքս վերջացնելուց հետո ես տուն եմ մտնում, հեռուստացույց եմ դիտում և հետևում եմ նորություններին։ Հանգստի միակ պահը թերևս հարևանուհիների հետ սրճելն է։ Սուրճի սեղանի շուրջ բուռն քննարկում են դպրոցին, գյուղին վերաբերող հարցեր, ինչու չէ նաև քաղաքական թեմաներ։ Գյուղի մարդիկ աշխատող, հանգիստ բնավորության մարդիկ են և եզդիները շատ են այս գյուղում, այստեղ տարբերություն չենք դնում հայերի եզդիների միջև, հարևանություն ենք անում եզդիների հետ։ Տիկին Գեղեցիկը բնակվում է գյուղի կենտրոնից 2 կիլոմետր հեռավորության վրա, Սարգսի անվան թաղամասում։ Գյուղում խնդիրներ ունենք, առաջինը տրանսպորտի խնդիրը, որ մենք այստեղից գնում ենք Արմավիր դժվարությամբ, մանավանդ շաբաթ-կիրակի օրերին, երբ տրանսպորտը գյուղի չի աշխատում։ Տաքսիներն էլ չեն գալիս, պատճառաբանելով, որ ասենք գյուղ եկող ճանապարհը անբարեկարգ է։ Փորձառու մանկավարժը գյուղի կյանքից դժգոհ չէ, այստեղ հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Տիկնոջ ցանկությունը մեծ է, որ երիտասարդներն ապրեն ավելի լավ պայմաններում։ Գյուղի երեխաների առօրյան այնքան էլ լավ չէ, ովքեր մեքենաներ ունեն, հաճախակի գնում են Արմավիր, Երևան, Մեծամոր, այստեղ այնտեղ միջոցառումների մասնակցելու, իսկ գյուղում նման պայմաններ չկա։ Ես կուզենայի, որ գյուղում նման պայմաններ լիներ, ոնց որ մյուս մեծ գյուղերում, բայց դե մեր գյուղը դե փոքր է։ Հիմնականում մեր մոտ խնդիրները տրանսպորտի հետ են կապված, մի քիչ ճանապարհների, որոնք պետք է սարքվեն, արդեն կա ծրագրերի մեջ, մանկապարտեզի խնդիր, որ նորից ծրագրի մեջ է, եթե այս տարի չլինի, մյուս տարի անպայման պետք է կառուցեն զերոյից։ Կառուցվել է մշակույթի տան այգին, ասֆալտապատվել է մեր կենտրոնական փողոցի մեծ մասը։ Մայիսյանում նկարահանումներ իրականացնելու ընթացքում հանդիպեցինք 8-ամյա Արենին։ Ես հիմա խաղող ընտրում, տատին օգնում եմ։ Աղաղ ենք սարքելու։ Եկել եմ, խաղողը դրած, հետո ասեցին գաղը խաղող անես, ես ասեցի հականեմ ու ստա արեցի, ես իմ երորդն է, որը ես հիմա ճմռում եմ։ Ապագա ֆուտբոլիստի ոտքերի տակ խաղողի հյութը եռում ու ավելի է քաղցրանում։ Ձմռան սառը օրերին գյուղացիների սեղանները կջերմանան մաճառի ու օղու բույրով։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։